6-րդ դասարանցի աղջնակի տետրակում ոչ մի տար չկա։ Չի կարում էլի։ 11 տարեկան Լուսինեն չի կարողանում գրել անգամ իր անուն ազգանունը։ Լոռիի գյուղերից մեկի դպրոցում նրան ամեն տարի փոխադրում են հաջորդ դասարան, առանց չնչին առաջադիմության։ Որ տարը գիտի, գրամավորն է չի կարող։ Սովորելու հետ գլուխ չունի, դստեր անտառաճանաչությունը այդպես է բացատրում Մարիետան։ Ճղատմա բանանım, ես եմ ասել ոգի չտա, որ չի սովորեմ։ Ինչ եք ասել։ Ընթասատվին ասել ենք, որ գիրք չտա իրան, ճղատմա վերածեմ։ Ուսուցիչներին վատ բառեր էր ասում, դասընկերների գրքերը ճղում էր Լուսինեն, ասում է գյուղի դպրոցի տնօրենը։ Աղջնակի հետ շաբաթական 2 անգամ հոգեբան սոցաշխատող է զբաղվում, վարքը մի քիչ փոխվել է։ Ինքը ծանր ինտելեկտուալ մտավոր խնդիրներով երեխա է, ունի նաև վարքային խնդիրներ։ Մարիետայի բոլոր 5 երեխաների մասին նույնն է ասում գյուղի դպրոցի տնօրենը։ Միայն մի աղջիկն է, որ բոլոր տարրերը սովորած է դպրոցն ավարտել։ Ընտանիք, որ ուշադրության կարիք շատ ունի, ասում են գյուղում։ Հոգեբաններ, սոցաշխատողներ նաև ընտանիքի մյուս անդամների հետ պետք է աշխատեն։ Ծեծում է, մաման ծեծում է իրանց, բայց հիմա այսպես չի, ոնց որ չեմ նկատել, բայց ծեծում է։ Բայց այնպես չի, որ իր ուղեղն էլա նորմալ դրա համար ինչ որ բան հասկանալով է անում։ Այն ինքը էլի ունի խնդիրներ։